Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ամրապնդման, նաև համատեղ նախաձեռնությունների զարգացման վերաբերյալ հարցեր։ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները, նաև Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։ Այնուհետև նախարար Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ, քննարկել Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ գործակցության զարգացման հարցերը, նաև Լիբանանի և տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ուղղված քայլերը։ Արարատ Միրզոյանը նաև հանդիպում է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բաթմունղ Բաթցեցեգեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը, նաև ստորագրել Մոնղոլիայի և Հայաստանի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրերի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Կայացել է Միրզոյանի հանդիպումը Ավստրալիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայլեն-Ռանզինգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը միտված քայլերը, նաև ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախարարության շրջանակում գործակցության հարցերը, նաև տարածաշրջանային խաղաղության պահպանման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների աջակցության մեխանիզմները։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսայդի հետ։ Օրակարգում են եղել երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Միրյանա Սպոյլարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հրատապ հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդարված քաղաքացիական անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը։ Որոշվել է, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը ԿԽՄԿ-ի մուտքը կազմակերպելու ուղղությամբ, հատկապես Ադրբեջանի տարածքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի փակման պայմաններում։ Կողմերը նաև հույս են հայտնել, որ Վաշինգտոնյան համաձայնությամբ ամրագրված խաղաղության հիման վրա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել հումանիտար խնդիրների լուծման հարցում։ Բոլոր հանդիպումների ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային հարցերը, մասնավորապես Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և նրա զրուցակիցները վստահություն են հայտնել, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները հիմք են հանդիսանում խաղաղության երկարաժամկետ հաստատման համար։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել Հայաստան-ԵՄ գործակցության շարունակական զարգացումը, նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված ընդհանուր աշխատանքները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։